Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ ըստ ԱՄՆ նախագահի Իրանը չի կարող երկար դիմանալ։ Կարծում եմ ամեն ինչ լավ է, ներգրավված եմ բանակցություններին, կարծում եմ շուտով կարող են արդյունքներ լինել, հավելել է Թրամփը։ Նրա խոսքով ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել եւ համալրվել զինատեսակներով։ Մենք հիանալի վիճակում ենք, բայց ամեն դեպքում միշտ ավելիի կարիքը կա, շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողների հարցին արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Պատրիոտ զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի Կիևին, Թրամփը պատասխանել է. դրանք Միացյալ Նահանգներին էլ են պետք։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է։ Մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ, որոշ նավեր էլ հանվել են շարքից։ Իրան-ԱՄՆ լարվածությանն է անդրադարձել Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեղադրել է Վաշինգտոնին բանակցությունների պատրվակով զանգվածային հարձակման նախապատրաստվելու համար։ Մենք չենք վախենում ամերիկյան սպառնալիքներից, հորդորում ենք Վաշինգտոնին կատարել ստանձնած պարտավորությունները, շեշտել է Ղալիբաֆը։ Պահպանվում է նաև Հութիներ Էր-Ռիադ լարվածությունը, տեղեկություններ կան, որ Եմենի Անսար Ալլահ շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային, աջակցություն Իրանի։ Սաուդական կողմը հայտնել է Եմենի հետ սահմանային տարածքներում խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների Հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին, հաղորդվում է մի քանի տասնյակ զոհի մասին։ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին, որը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Կիև։ Մինչև Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Ջեյհուն Բայրամովն այցելել է Իրպին, եղել տեղի դպրոցում, հիվանդանոցում եւ վերականգնողական կենտրոնում, որոնց ադրբեջանական կողմը պարբերաբար աջակցություն է տրամադրում։ Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայրամովին այցի, օգնության եւ ուկրաինացի ժողովրդի հետ Բաքվի համերաշխության համար։ Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները եւ Սև ծովում իրավիճակը։ Անդրադարձել ենք բարձր մակարդակի դիվանագիտական շփումներին, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցությանը, մանրամասնել է Զելենսկին։ Ավելի վաղ Բայրամովին ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարը Անդրի Սիբիհան, բարձր էր գնահատել Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել էր, որ Բաքուն պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի ՊՆՏՎ-ով գիշերը խոցել են ուկրաինական 203 ԱԹՍ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը եւ այլ տարածքներ։ Կրկին Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել այս անգամ Եկատերինբուրգում։ Հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային, Կիևում եւ այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով։ Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվն աճում է։ Դոնալդ Թրամփը հրամանագրեր է ստորագրել, որոնցով սահմանը փակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալը։ Հրամանագրերից մեկն ուղղված է կասեցնելու այսպես կոչված ծննդաբերական տուրիզմը, երբ հղի կանայք մեկնում են ԱՄՆ ծննդաբերելու, որպեսզի երեխան ամերիկյան քաղաքացիություն ստանա։ Մեկ այլ հրամանագիր սահմանում է այն օտարերկրացիների կատեգորիաները, որոնց երեխաները նույնիսկ եթե ծնվել են Միացյալ Նահանգներում, ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն։ Այդ ցանկում են օտարերկրյա կառավարության աշխատողների երեխաները, նաև երեխաներ, որոնց ծնողները քաղաքացիություն ստանալու համար խախտել են օրենքը եւ այլ խմբեր։ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ շատերը դիմում են խարդախության եւ հսկայական բիզնեսներ են կառուցում։ Դիանա Գասպարյան, լուրեր։